Հռոմի Պապի մասին, որ մահացավ այսպես կեսգիշերին մեր ժամով ստրոքից եւ սրտի կաթվածից կամ սրտի խնդիրների հետևանքով այս Պապը մահացավ։ Մոտարապես 12 տարի եւ մի քանի ամիս Հռոմի Պապն էր շատ մարդկային այսպես օժտված էր այդպես մարդկային իմաստությամբ, այսպես կարող էի ասել, իր անունը ընտրեց Pope Francis, ոչ մի Պապ անունը Ֆրանսիս չի եղել, որը ինքը մեկ ուրիշ կարդինալի անուն էր վերցրել, որը շատ զբաղվում էր չքավորներին օգնությամբ, այդպես անուն ընտրեց առաջին վայրկյանից եւ ինքը Արժանտինից էր, ծնվել է Արժանտին, Հարավային Ամերիկա, բայց իրեն ծնողները Իտալիայից էին գնացել այնտեղ, ուրեմն տիրապետում էր իտալերեն, իսպաներեն եւ անգլերեն այս լեզուները տիրապետում էր, հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ, ինչ որ մահացավ 88 տարեկան հասակում։ Նախագահ Թրամփ այդ բերումով ցավ է արտահայտվում եւ տրոշակը Ամերիկայի ամեն տեղ ֆեդերալ գավերնմենթի տրոշակները կեսի են իջեցրել, half staff տեսնում եք։ Իսկ Հռոմում այդտեղ Բասիլկայի կամ այդ Վատիկանի տարածքում այսպես ժողովուրդը արդեն հավաքված են եւ իր հոգու հիշատակի համար աղոթում եւ մոմ են վառում, տեսնում եք ահա այսպես իրեն տեսնում եք սա տարածքն է ինչ որ ժողովուրդը եկել հավաքվել է հիվանդանոց էր մի քանի ամիս հիմա շատ տարօրինակ երևույթ է ինքը վերջին օրը շատ հիվանդ Կիրակի օր դուրս էր եկել ժողովրդին հանդիպելու այդ Վատիկանի տարածքում միշտ ասեն են գիտեք փոփ մոբիլ մեքենան է իրենը որ ուզում էին որ ժողովրդից մասամբ հեռու պահեին որպեսի վտանգ չլիներ բայց ինքը ուզում էր որ շփվեր ժողովրդի հետ միշտ ցանկություն ուներ շփվելու եւ պատկերացեք զատիկը ամենակարևոր օրն է քրիստոնյայի որևէ օր այդքան կարևոր չի ինչ որ խաչելությունը եւ հետո Հիսուսի հարություն առնելը իսկ տարօրինակ վիճակ այդ հիվանդ վիճակում մի քանի ժամ նախքան մահանա այս երկրի փոխնախագահն է այստեղ ում որ տեսնում եք J.D. Vance անունով ծախում տեսնում եք Հռոմի Պապը իրեն ընդունում է թեև նոր էր վերադարձել հիվանդանոցից եւ խիստ հիվանդ էր ասացի թոքերի պրոբլեմ ուներ թոքախտ էր եւ հետո նաեւ ստրոկ եւ սրտի բոլորը միասնական իր կյանք եկավ իր ավարտին բայց տեսնում եք բախտավոր է J.D. Vance իր վերջին վայրկյանում կարողանում է հանդիպի իրեն այսպես տեսնում եք Հռոմի Պապին վերջին ժամեր վերջին րոպեները ինչ որ ելույթ ունեցավ եւ մահացավ ասացի 88 տարեկան տեսնում եք այդտեղ այդ ժողովրդին հանդիպելիս եք տեսնում իրեն նախկինում այդ մեքենան է ինչ որ գիտեք յուրահատուկ ուշադրություն էր դարձնում հաշմանդամներին երեխաներին սա նախապես այդ հիմա Հռոմի Պապը ընտրվեց 12 տարի մի քանի ամիս առաջ իրեն ընտրեցին որպեսի Հռոմի Պապը իրեն ընտրեցին այդ ժամանակ 2013 թվի մարտին էր ինչ որ իրեն այդ ժամանակ ընտրեցին որպես Հռոմի Պապը ոչ ոք չէր հավատում որ ինքը պիտի դառնա որովհետև այստեղ չէր եղել միշտ Բրազիլիա էր եղել եւ այդ առաջին օրն է որ այդ օրը մարտի 2013-ին երբ որ ելույթ է ունենում
գիտեք հիմա այդպես է որ երբ որ Հռոմի պապ պիտի ընտրեն այն կարդինալներից են ընտրում որ 80 տարեկան եւ ավել երիտասարդ լինի 5 անգամ քվեարկեցին մինչեւ իրեն ընտրեցին երբ որ դարձավ Հռոմի պապը տարօրինակ ասաց ես խնդրում եմ բոլորդ ինձ համար աղոթեք այսինքն դուք նաև ինձ օգնեք այդպես հիմա նաև ասեն իր Հայաստանում եք տեսնում 2016-ին այցելեց եւ այնտեղ արտահայտվեց որ ես ուխտագնացություն եմ գնում ասաց Հռոմի պապը այնտեղ Սերժ Սարգսյանին եք տեսնում, Սրբազան հորն եք տեսնում, այոց, որտեղ ծաղիկ են զետեղում, տեղադրում են մեր զոհված նահատակների հարգանքի առիթով այդտեղ աղոթեց Հռոմի պապը եւ նաեւ խորբիրապ այցելեց ինքը երբ ընտրվեց որպես Հռոմի պապ որ եկեն էլ Հռոմ սենյակ էր վարձել գնացել հոթելը որ իր վճարումը կատարի եւ իր այդպես հոթելի ծախսը վճարի այդ ժամանակ տեսնում եք եւ իր երիտասարդ ժամանակ եք տեսնում նախ համասարան եք գնում դառնում եք քեմիստ քիմիայի տիտղոս է ստանում 30 տարեկան մոտարապես 30 տարեկան էր որոշում է քահանա դառնա եւ այսպես տեսնում եք այստեղ բասով սա Արժանտինայում բասով ինքը կարդինալն էր բայց ասում էր ես ուզում եմ ժողովրդի նման ապրեմ պետք չունեմ վարորդ ունենամ մեքենա մի տվեք անգամ երբ որ դարձավ Հռոմի պապը սովորաբար շատ թանկարժեք մեքենաներ էին նստում ինքը ասաց չեմ ուզում այդ թանկարժեք մեքենան տարեք հասարակ փոքրիկ մեքենաով էր գնում այստեղ մյուստեղ գնում էր այստեղ նաև իրեն տեսնում եք որ ասում է ով եմ ես որ կարողանամ ամեն ինչը հարցնում եք ինձ որ ես որոշեմ ես ձեզ նման ուրեմն ասարակ մարդ եմ եւ ինչ որ ասացի հիմա նաև ասեն է հենց այդպես իր գերեզմանը պիտի լինի շատ տարրական սա Ուկրաինայի պատերազմի հետևանքով տեսնում եք աղոթում էր որ պատերազմը շուտ ավարտվի նաև Կուբայի ղեկավարներին հանդիպեց Ֆիդել Քաստրոյի եղբայրներին ինչ որ տեսնում եք հետաքրքիր է 2015 թվին Ամերիկա եկավ այսինքն մի քանի տարի հետո երբ որ իրեն ընտրեցին որպեսի Հռոմի պապ Ամերիկա եկավ եւ Ամերիկայի joint այսինքն ներկայացնի տուն եւ սենեթի ժողովին մասնակցեց այստեղ տեսնում եք ասում եմ այստեղ ես ուզում եմ ձեզ ասել որ ընտանիքի կյանքը շատ կարևոր է ես մի բան հիմա որովհետև ընտանիքից ասացի որ այստեղ ընտանիքը կարևորում էր որպես քրիստոնյաներ պետք է ընտանիք ունենան ընտանիք կազմեն նաև ասաց որ ոմանք շուն են պահում եւ զբաղվում են դա հարմար չի քրիստոնյայի համար դա կարելի ունենալ բայց դա ընտանիք չի լինի որ դա երեխա չի լինի երեխայի փոխարեն շուն են պահում ուրեմն չեն աշխատում ամուսնանան եւ երեխաներ ունենան այստեղ Ամերիկայի կոնգրեսում տեսնում եք այդ ժամանակ Բայդենը փոխնախագահ էր տեսնում եք աչում ռիփաբլիկանների ներկայացնի տան խոսնակներ այստեղ տարբեր հաշմանդամ երեխաների ընդունում էր միշտ եւ անգամ արավոր մարդի արժեվ էր մի երեխա գալիս է ծնող գալիս է որ իրեն հետ տանի բայց պապը ասում է թողեք գա այստեղ տեսնում եք կրկում է եւ այդպես սեր է արտահայտվում սա նախկին Հռոմի պապն է որ հրաժարվեց սովորաբար Հռոմի պապերը չեն հրաժարվում ինքը մի քիչ հեռու էր մնում այս պապը ժողովրդից բայց երևի վերջին տարերի մեջ որևէ մեկը այս նախկին Հռոմի պապին մանիշ որ պատկերը այստեղ տեսնում եք
Ratzinger Հռոմի Բենեդիկտը այդպես տեղյակ չի եղել եւ տեսնում եք իր հետ էր երբ որ հրաժարվեց ժամ էր անցկացնում ներկա Հռոմի Պապը երբ հրաժարվեց եւ սա ընտրվեց ժամ էր անցկացնում իր հետ մինչեւ նա մահացել իհարկե քանի տարի է եւ հիմա այսպես մահանում է այս Հռոմի Պապը տեսնում եք սա փոփմոբիլ է միայն առաջ թաքնված էր այստեղ նաեւ երբ որ եկավ 2015 թվականին ներկայացնի տուն եւ սենեթի ժողովի այսինքն ներկայացավ հետո հանդիպեց նախագահ Օբամա եւ իր կնոջ հետ հանդիպեց նորից տեսնում եք ներկայացնի տան պալատի մեջ տեսակ իրեն Հռոմի Պապին այսպես տեսնում եք հաճախ ժողովրդին հանդիպում էր եւ քաջալերում էր սեր փոխանցում էր եւ այդ էր իր ցանկությունը որ մարդիկ նաեւ այդպես իրար հետ սիրով լինեն հիմա այս կարդինալները Հռոմի Պապի մահվան առիթով պետք է աշխարհով մեկ կարդինալները կան այստեղ որպեսի ինչպես այն ժամանակ 2013-ին տեղի ունեցավ եւ ընտրին այս Հռոմի Պապին հիմա իր մահվան առիթով պետք է ընտրեն նոր Հռոմի Պապ, որպեսի շարունակեն աշխատանքը ու շարունակվի աշխատանքը։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ ծրագրի ավարտում կխոսեմ մի կարճ այս նյութի մասին, բայց եւ քիչ հետո երբ վերադառնամ իհարկե stock market-ի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է նախ մեկ շենք, այսինքն մեկ բիզնես office վարձու է տրվում, երկրորդ հարկում է այս շենքը Կոլորադո փողոցի վրա, Չևիչես եւ Կոլորադո հատման կետին շատ մոտիկ է, երկրորդ հարկում է շատ այսպես կոչված շիկ, մաքուր, գեղեցիկ սենյակներ են, ինչ որ վարձու է տրվում բիզնեսի համար Հեռախոսահամարը այստեղ գրված է, դուք զանգահարեք ու մանրամասնության համար հարցրեք իրենցից։ Ծրագիրը նաև հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում։ Եթե դուք Դուբայում ցանկություն ունեք, քանդո կնեք, բնակարան կնեք, Ալեքս Ահարոնյան ձեզ կօգնի։ Դուք 20% down պիտի տնեք, մնացածը տարի ամիսների ընթացքում վճարեք տոկոս գոյություն չունի Դուբայում տոկոս չեք վճարում այստեղ եթե բնակարան եք գնում տոկոսը գիտեք ինքը միլիոնավոր դոլար պիտի տոկոս վերադարձնեք այնտեղ տոկոս գոյություն չունի ինչ որ պարտքեք մնացել ամիսների ընթացքին վճարում եք իսկ եթե դուք որոշ այնտեղ բնակարան կնեք որոշ չափից բարձր լինի նաև ձեզ վիզա կարող եք վերցնել վիզա են ձեզ տալու որ հեշտությամբ էլ կարողանաք միշտ գնալ վերադառնալ ոսկե վիզա է կոչվում ավել շուտ այդ ոսկե վիզան նաև կարող եք ստանալ բայց մանրամասնության համար զանգահարեք խոսեք Ալեքսին Ալեքսը ինքը այնտեղ real estate license ունի առ ու վաճառքը կարող է այնտեղ կատարել Ուրիշներ նաև այս աշխատանքը կատարում են, որ այնտեղի այդ արաբ real estate agent-ի միջոցով են կատարում, ուրեմն տարբեր միջնորդներ է լինում, այստեղ ուղղակի իրեն հետ կարող եք գնել ինչ որ ձեզ պետք է այդ Դուբայում։ Prime Med հովանավորում է ծրագիրը, Prime Med-ը ձեզ առաջարկում, եթե տեղ պիտի ստանաք, իրեն կարող են բերեն ձեզ տանը հասցնել Կամ դուք գնացեք այս տեղատունը Գլենոքս եւ Հայլենդ փողոցի հատման կետում է հեռախոս շատ հեշտ է 6000777 Այսպես զանգահարեք, եթե գող չեք ձեր տեղատունից, իրենք խոստանում են, որ ամենալավ ծերծվով կարողանան ձեզ մատուցեն, բերեն այդ տեղեր ինչ որ հարկավոր է։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը, ծանրություն եք Հայաստան ղրգելու համար ընդամենը իջեցրել են օթանավով $2.99 Ինչու
ծովի միջոցով ուղարկեք, մոտարապես հենց այսքան պիտի վճարեք 2.5 ամիս, 3 ամիսեր ազգական այնտեղը սպասի, օդանավով մի քանի օրից իրենք կստանան։ Իսկ գումար կարող եք փոխանցեք $100 համար ընդամենը $1 եք վճարում։ Նրանք որ գումար են փոխանցեք, գիտեն սա անհավատալի կինը ինչ որ առաջարկվում է այստեղ Կարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը, Կարավան ռեստորան ձեզ է առաջարկում տարատեսակ ճաշ, գտնվում է Գլենոքս փողոցի վրա, շատ մոտ է Grand View փողոցին մոտ է, նաև հարիսա են առաջարկում, դրանքից որ խորոված եւ այլն, ինչ որ առաջարկում են այնտեղ կտեսնեք։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում, եթե ավտովթար եք ունենում, կամ ձեր տանը միջատներ կան, մրջուն կա, մուկ կա, եւ դուք վարձակալ եք, դուք պետք է վարձակալը լինեք ապարտմանի կամ բնակարանը առանձնատուն լինի, եթե այդպես վիճակ է, ձեզ պետք է ձեր վարձը հետ վճարեն, ամիսները հետ վճարեն, որովհետեւ դա բնակելի չի եղել, որ դուք ստիպված եք եղել մնալ այդտեղ։ Զանգահարեք հավելյալ տեղեկությունների համար խոսեք Մարգանյան փաստաբանական գրասենյակ։ Պարոն դոկտոր Ավելշուտ Բարսեղյան եւ Մահտեսյանն են ովանավորում ծրագիրը 372 East Olive եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է։ Որևէ հարց ունեք ատամի հետ, լինդի հետ պրոբլեմ ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, որևէ հարց ատամի հետ, զանգահարեք ատամի մաքրման համար, զանգահարեք այստեղ կվերադառնա։ Վարձով տրվող օֆիսներ Գլնդելում 1305 East Colorado փողոցի վրա նորակառույց շենքում։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել էկրանի թվով։ Նախագահ Թրամփը 2017 թվին նշանակել էր մեկ կենտրոնական բանկի, այսպես ֆեդերալ այդ բանկի ղեկավար էր նշանակել։ Սովորաբար էլ այս երկիրը այսպես է, որ որ նշանակում են 2-5 term կամ 2 նստաշրջան, ամեն նստաշրջանի 5 տարի է եւ հետո հրաժարվում է հետո ուրիշի պիտի փոխարինի իրեն մեկ ուրիշ մարդ։ Ուրեմն նախագահ Թրամփը իր առաջին նստաշրջանում Powell անունով նշանակում է մեկ անձնավորությանը որպես կենտրոնական Federal Reserve Board-ի նախագահ է նշանակում։ Եվ Բայդենի ժամանակ Բայդենը իրեն չփոխեց։ Նաև նորից հենց նույն մարդուն նշանակեց որպես կենտրոնական բանկի ղեկավար, Federal Reserve Board-ի ղեկավար նշանակեց։ Եվ հիմա նախագահը քննադատում է այդ կենտրոնական բանկի ղեկավարին, որովհետև եւ ուզում է որ իրեն աշխատանքից հանի այն անձին ինչ որ ինքն էր նշանակել, որովհետեւ կենտրոնական բանկի ղեկավարը ասում է այս ինչ որ պայքարը Թրամփը սկսել է ուրիշ երկրների հետ, պատճառը լինելու ինֆլեյշնի, թանկությունների եւ դժվար կացություն է ստեղծվելու, ինչ որ հիմա ստեղծվել է։ Հիմա Թրամփը այսօր ասում էր, որ իրեն պետք է կամ հրաժարվի կամ աշխատանքից հանեմ, տեսնում եք այս վերջին օրերից անընդհատ փայատերությունը կորուստ է ունենում։ Dow Jones կորցրեց 971 կետ, որ 2.48% է կազմում, անընդհատ կորուստ է արձանագրել այս վերջին օրերից, մասամբ բացի մեկ օր։ S&P 500 տեսնում եք էլի 2%-ից ավել կորուստ է ունեցել եւ նաեւ Nasdaq կորուստ է ունեցել, հիմա շարունակենք եւ թվում է որ այսպես է լինելու մինչեւ այս հարցը լուծվի։ Այստեղ տեսնում եք ինքը կոչում է այդ պատճառով, այսինքն մեղադրում է այդ կենտրոնական բանկի ղեկավարին եւ ասում է որ չի իջեցնում տոկոսները, այդ interest rate-ը չի իջեցնում, դրա համար է խնդրեմ կա։ Եթե իջեցնի, խնդրեմ չի լինի։ Իսկ նա կենտրոնական բանկի ղեկավարը ինքը մասնակիցն ասում է, եթե տոկոսը հիմա իջեցնենք, այստեղ տեսնում եք, երբ որ այդպես արտահայտվեր մեկ economic forum էր Շիկագոյում, ասում է, եթե իջեցնենք, թանկությունը ավել կվատանա ամեն ինչ թանկանալու է, ինֆլեյշնը կոնտրոլի տակ ենք բերել, թանկությունը եկել է իջել է
2.4, 2.5 եւ այդպես է եղել, իսկ եթե տոկոսի իջեցնենք, ամեն ինչը կթանկանա, այսպես ասում եմ, որ մենք առայժմ չենք իջեցնելու, դրա համար Թրամփը բարկացած է եւ տեսնում եք, ասում է տնտեսությունը դանդաղելու է, միթե որ Փավելը կամ այդ կենտրոնական բանկի ղեկավարը այս մարդը տոկոսները եթե չիջեցնի բիզնեսները կդանդաղանան։ Այստեղ այդ հարկն էր, որ տարբեր երկրներից նախագահը պահանջում էր, իսկ հիմա դա 3 ամսով 90 օրով հետաձգել է բացի Չինաստանին 125% պահանջում է, որ ինչ որ մտնի այստեղ հարկ պետք է 20% էլ ասում է, որովհետև ֆենտանոլը Չինաստանը չի կանգնեցնում, որ այնտեղից ֆենտանոլ այդ թմրեցուցիչը կա այստեղ, ուրեմն 145%-ով ինչ որ Չինաստանից պիտի կա հարկ են պահանջելու, ասում է նախագահը, եւ ուրիշ երկրների էլ պահանջել, բայց նրանք բոլորը հետաձգել են 90 օրով, իսկ Չինաստանին մնում է ուժի մեջ, եւ Չինաստանը, գիտեք, այնքան հիմա հզորացել է, որ մտահոգություն չունի, Չինաստան նաեւ ասեն ինչ որ Ամերիկայից գնա Չինաստան 125%-ով հարկ է պահանջելու, ճիշտ Ամերիկան պահանջում է իրենցից, իրենք էլ պահանջում են եւ նախագահ Թրամփը ասում է պետք է իրենց հետ բանակցել, բայց նրանք թվում է չինացիները շատ էլ հետաքրքրված չեն բանակցելու եւ Չինաստանի ղեկավարը ժողովրդին մեկ անգամ խոսք ուղղներ, որ կարող է սա դժվարություն լինի ձեզ համար 1 ամիս, 3 ամիս, 3 տարի, բայց մենք սովոր ենք դժվարությունների, պետք է տոքանք դժվարություն, իսկ ամերիկացիները հնարավոր չունեն 3 ամիս տոքան ու ընդունեն թանկությունները, բայց չինացիները սովոր են այդ բաների, դրա համար թվում է, որ Չինաստանի ղեկավարը շատ մտահոգ չի, որ այսպես պայքարի մեջ է մտել Թրամփի հետ։ Ես ուզում եմ շարունակել խոսել Հեքսետ նախագահ Թրամփը նշանակել էր մեկ անձի, որպես պաշտպանության նախարար, որ ոչ մի փորձառություն չունի, նախարարը պաշտպանության նախարարության մեջ 1.300.000 հագուստով զինվորական է ծառայում, զինվորականները դա ցածր աստիճանից, նրանք որ զինվորական հագուստ են ակնում եւ նաեւ 875.000 մարդ է աշխատում, որ աշխարհականներ են։ Պաշտպանության նախարարությունը հսկա նախարարություն է, մոտավորապես 1 տրիլիոնից մի քիչ իր բյուջետն է։ Պատկերացրեք այդպես խոշոր եւ այս 44 տարեկանը որևէ փորձառություն չի ունեցել շաբաթավերջի հեռուստահաղորդավար եղել։ Կարևոր հաղորդավարները նրանք են, որ շաբաթվա ընթացքին են ամերիկյան համակարգի մեջ, իսկ շաբաթավերջին ավել քիչ կարևորություն անձնավորություններն են լինում, որևէ փորձառություն չունի այդպես մեծ նախարարություն կառավարելու, նախապես ինքը մի գրության հասարակ ձևով, այսինքն մեդիայի միջոցով սիգնալ կոչվող մեդիայի signal chat կոչվող այդ միջոցով գրերներ, որ մենք արձակվելու ենք հութիների վրա, ինչպես են արձակվելու, նախ ինչ են անելու, բոլորը դրանք գրերներ Թրամփի նախարարներին։ Իսկ այդպես ուրեմն իրենք տարբեր Ամերիկայի կառավարություն ունի տարբեր տեսակ, որ կարելի է մենակ նրանք որ ցանկությունն է, նպատակ է նրանք այդ տեղեկությունը ձեռք բերեն, բայց այս signal chat-ը միցև ավել բաց համակարգ է եւ այդ Ամերիկայի ծրագիրը, որ պիտի հարձակվեն հութիներին, նախապես բացահայտվել էր, որ կարող էր մահանային ամերիկացի զինվորականներ, դրա համար մի քիչ իր վիճակը վատացավ այս անձնավորությունը, փորձառություն չունի, հիմա բանից դուրս է գալիս, որ այդ նույն տեղեկությունը իր կնոջը, իր եղբայրը եւ ուրիշների, որ իրավունք չունի անգամ այդ գախնի կառավարության տեղեկությունները իր եղբոր ուղարկի, իր կնոջ ուղարկի եւ այլն նրանց նաեւ ուղարկել է եւ
ոմանք ռիփաբլիքներ ասում են, որ պիտի առաջարկի նախագահ իրեն աշխատանքից հանի այս անփորձ մարդը եւ կարող է մեծ վնասներ հասցնի այս երկրին։ Անցնենք առաջ։ Տեսնում եք Հեքսեթին եք տեսնում Պաշտպանության նախարարություն այսօր երկուշաբթի այնտեղ հավկիթախաղ էր տեղի ունենում Սպիտակ տան մեջ, նաեւ ինքը ներկա էր, ինչպես Թրամփը եւ բոլոր այստեղ տեսնում եք տեսպես կարևոր աշխատանք անփորձ մարդու ձեռքն է անձնված այդ group chat, ինչ որ իր կնոջը նաև ուղարկել է, իր եղբորը ուղարկել եւ իր անձնական փաստաբանին ուղարկել է, որ տեսեք ինչ ես տեղեկություն ունեմ, ինչպես կարևոր է ինքը Հեքսեթը personal հեռախոսի եւ անձնական հեռախոսով որ շատ հեշտ է ուրիշները մտնել եւ տեղեկությունը ձեռք բերեն եւ այդ signal app-ի միջոցով ղրկեներ նաեւ մի մարդկանց որ իրեն մոտիկ են բայց իրավունքը չկար որ ուղարկեր նախագահ Թրամփին երբ հարցրին այստեղ տեսնում եք Հեքսեթը որ ասում է ճշնամություն են անում իր հետ եւ պաշտպանության նախարարությունն եք տեսնում ամենայն դեպս Թրամփը ասում է ես իրեն հավատք ունեմ եւ մնալու է այստեղ տեսնում եք երեք կարևոր անձնավորություններ ասեն շատ հուսախաբ են եղել այս հարցի վրա այս պաշտպանության նախարարի եւ այսպես տեսնում եք քննադատում են այս նախարարին բայց ամենայն դեպս նախագահ Թրամփ ասել է որ սրանք նախապես աշխատել են նաեւ Թրամփի համար նրանք որ ասում են որ Թրամփին պետք է աշխատանքից հանի, որովհետև քաոսային վիճակ է ստեղծվել եւ Հեքսեթը տեսնում եք այս զատիկվա խաղողներ, որ երեխաներին հրավիրել են Սպիտակ տուն, իրեն հարցրին ասաց, որ չի առաջարկելու, որ այդ պաշտպանության նախարարը հրաժարվի։ Ես ուզում եմ նաև շարունակել այսօր նաև մեկ կնոջը, որը Նադին Արսլանյանին, հիմա Նադին Արսլանյանը այս ինը ինչ որ տեսնում եք, որ դատարանը տարին իրեն եւ մեղավոր եղավ։ Նադին Արսլանյանը, որ ամուսնանում է սենատոր Մենենդեզի հետ 2020 թվին, ամուսնանում են երկուսն էլ սենատոր Մենենդեզը ամենահզոր սենատորներից Ամերիկայի մեկն էր եւ ամուսնանում է իրեն։ Ինքը նախապես ամուսնացած էր, սենատորն էլ նախապես ամուսնացած են, երկուսն էլ երեխաներ ունեն, բայց ամենայն դեպս տարիներ առաջ մտերմանում են իրար հետ, երբ որ բաժանվել էին իրենց ամուսիններից եւ այստեղ տեսնում եք սենատոր Մենենդեզին։ Մեր Ռոբերտ Դոլ, մեր ամենամոտիկ բարեկամը Ռոբերտ Դոլն էր, բայց մահացավ եւ երկար ժամանակ էլ սենատում չէր։ Մենենդեզը մեր ամենամոտիկ բարեկամն է եղել սենատում։ Դժբախտաբար իրեն մեղադրեցին, որ կաշառք է վերցրել, cash գումարներ էր վերցրել եւ իրեն տատի տվին եւ 11 տարվա բան նշանակեցին, ազատազրկում այս սենատորի համար։ Հիմա այսօր իր կնոջ դատավարությունը ավարտվեց եւ նաեւ մեղավոր եղավ։ Հիմա դատավորը պիտի հետո որոշի քանի տարի ինքը պիտի ազատազրկվի, դա տեսնենք ինչպես է լինելու, այսպես տեսնում եք Նադին Արսլանյան Մենենդեզ եւ Մենենդեզ սենատորին, նախկին սենատորը ստիպված եղավ հրաժարվի այս դատավարության հետևանքով։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Հարվարդ համալսարանը Թրամփին տատի է տվել, տեսենք ինչ առիթով, եւ հետո նրանից հետո Department of DHS, այսինքն Քրիստին Նոում անունով նախարարը այս կամ ինչ որ Թրամփը նշանակել է իրեն, տեսեք ինչ դեպք է պատահել իրեն, եւ հետո մեկ accident է ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Թավանսի դոկտոր Թավանսի աչքի վիրահատողն է հովանավորում ծրագիրը, իրենց գրասենյակը տեղը փոխվել է, մի ամիս է փոխվել է 220 South Jackson փողոց, Suite 310
իրենց ցույցը ամենայն դեպս եթե դուք որևէ հարց ունեք աչքի հետ լենզ պիտի տեղադրեք ագնոսների կարիք ունեք վիրահատության կարիքը կա սա surgeon-ը վիրահատող բժիշկ է աչքի մասնագետ է որևէ հարց աչքին վերաբերող զանգահարեք այս հեռախոսը համարին ծրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը հեռախոսը համար այստեղ տեսնում եք 707 771 77 71 կարդում եմ որովհետեւ մի քիչ դուրս է մնացել սա 707 771 777 վերջում 1 ձեր մոտ նշանակեք եթե որևէ ճաշ հյուրասիրություն ունեք երեխաների համար կնունք է այսպես տարեդարձ եւ այլն $150-ով 10-ից 12 երեխայի համար ամեն ինչ նկատի առնված ուտելիքը իհարկե իսկ չափահասների համար չափահասների հավաքույթը կազմակերպել ընդամենը $300 է ճաշը անհավատալի է ռեգլամի մեջ կտեսնեք այնքան շատ է ծրագիրը նաև հովանավորում է նաղաշ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը Hollywood Piano-ն իրենց կենտրոնը Pasadena որ Glendale-ին շատ մոտ է Pasadena այնտեղ որ ինչ որ Glendale-ի սահմանի վրա է այս 100-ավոր դաշնամուր կգտնեք $1,000-ից եթե պիտի գնեք մինչև $500,000 որևէ տեսակ դաշնամուր որևէ աշխարհի որևէ տեղում ամերիկյան, չինական, կորեական, ճապոնական, Czech Republic, Petrov դաշնամուր եք ուզում կամ որևէ ինչ տեսակ դաշնամուր ուզում եք այցելեք այստեղ Կալիֆոռնիայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է նմանը գոյություն չունի Կալիֆոռնիայում եւ Ամերիկայի երևի ամենախոշոր դաշնամուրի խանութը կլինի Court Furniture-ը այսինքն Hollywood Piano իսկ նաեւ Court Furniture ինչ որ ասացի Court Furniture-ը հովանավորում է ծրագիրը եթե նոր մատրես պիտի գնեք կամ գրասեղան սեղան աթոռներ Court Furniture կարող եք այցելեք Ամերիկայում մեկ խանութներ ունեն Central եւ Մրթելի հատման կետում է Glendale-ում 405 freeway-ին Orange County-ում եւ Euclid փողոցի հատման կետում է նաեւ Santa Ana քաղաքում եւ Ամերիկայի որտեղ ապրում եք կարող եք զանգահարեք ամենամոտիկը գտնեք ձեր տանը կվերադառնա Նախագահ Թրամփը ասել է որ anti-Semitism այսինքն հակահրեական աշխատանք է կատարվում ղեկավարության աշակերտները հрьяաների դեմ կատարում են այդ anti-Semitism-ը ուրեմն բիլիոնավոր դոլար 2.2 բիլիոն ինչ որ կառավարությունը այդ Հարվարդ համալսարանին որ աշխարհի ամենաճանաչված համալսարանն է ասել այդ գումարը չի թույլ տալիս որ իրենց հանձնեն եւ ուրիշ 1 բիլիոն նաեւ ասում եմ չեմ հատկացնելուց էս մինչեւ որ ամեն ինչը այդ հակահրեական դուրս չկան հрьяաների դեմ այսպես աշխատանքներ տեղի չունենա Հարվարդը այդ բերումով թեև իրենք շատ տարօրինակ աշխատանք արին նաեւ Հարվարդը իսլամին վերաբերող դասավանդումներ կար, դրանք բոլորը փակեցին, ուրիշ աշխատանքներ արեցին, Հարվարդը որպեսզի այսպես վիճակ չստեղծվի, բայց նախագահ Թրամփը դեռ այդ anti-Semitism-ը հրեային վերաբերող հարցերով ճնշում է բանացրել համալսարանին, Հարվարդին եւ իրենք այդ բերումով դատ են բացարել Թրամփին, դատի են տվել։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցույց ցուցադրել տեսնում եք Հարվարդի տարածքն եք տեսնում աշխարհի ամենամեծ ամենաճանաչված համալսարաններից մեկն է այսպես DHS կամ Department of Homeland Security այդպես այստեղ տեսնում եք հիմա նախագահն է որ ասում է բողոքում է որ ինչ որ մենք անում ենք նաև Ամերիկայի Supreme Court-ը եթե ոմանց ուզում են հանեն երկրից եւ
շաբաթ առավոտյան ժամը 12:30-ին, կես գիշերը, որ լինում է շաբաթ առավոտը, այդ ժամանակ մի հրաման տվեց Գերագույն Ատյանը, որ այդ անօրինականներին, որ այստեղ ձերբակալել են, ուզում են երկրից հանեն, ասում է չեք կարող Գերագույն Ատյանը անել, որովհետև արդեն մի խումբի անել են, որովհետև այս երկրի օրենքն է, որ որևէ մարդու due process, այսինքն երբ որ ուզում են հանեն նաև երկրից, պետք է դատարան բերեն, հետո դատարանը վճիռ տա եւ հանեն, որ հարյուրավոր, հազարավոր մարդու այս երկրից հիմա դուք երևի կարող եք լուր չունենաք, որ հանում են նաև այս երկրից, բայց ամենայն դեպս այս վերջին խումբը նախագահ Թրամփը վտարել է այս երկրից առանց դատարան գնալու դրա համար հիմա բողոք կա, տեսնում եք նախագահը ասում է, որ ես ինչ ուզում եմ հրաման տամ կատարեմ, Գերագույն Ատյանը այսպես դժվարություն է ստեղծում։ Ես ուզում եմ խոսել հիմա DHS, Department of Homeland Security, որ Ամերիկա այսպես ներքին ապահովության համար է աշխատում, նախագահը մեկ կնոջ նշանակեց Քրիստի Նոեմ, տեսնում եք, որ գնաց անգամ վենեսուելացիներին հանելին երկրից, Էլ Սալվադոր գնացել էր այնտեղ, տեսնում եք, այս բանդարկյալներն են, այդտեղ կանգնել են, նկարվում է ինքը, այսպես տեսնում եք, այս կինը, որ իր ամուսնուց բաժանվել է հիմա եւ մեկ խորհրդատու է ընտրել, որ այդ խորհրդատուն հիմա իր ընկերն է, ամենն գիտեն եւ այսպես։ Իսկ գնում է մի ճաշարան եւ այդ ճաշարանում իր պայուսակը գողանում են, այս կարևոր ապահովության նախարարի պայուսակը գողացել են եւ մեջ ասում է $3000 գումար կար եւ իրեն driver's license եւ այն տեսնում եք այստեղ Քրիստի Նոեմին եք տեսնում, որ նախկին հարավային Դակոտայի նահանգապետն էր եւ տեխնացու էր, ուզում էր նախագահի տեխնացություն տներ, բայց ինքը ասում է շունը չէր լսում, հրացանն անում է, խփում է շանը, սպանում է, որպես այսպես ինքը այդպես կարող անձնավորություն է, որ ժողովուրդը մեծ բողոք ներկայացնի իր դեմ։ Ամենայն դեպս հիմա ով է կողացել իր գումարը, ինքը ասում է 3000 գումար կար մեջը, չգիտենք, փնտրում են, որպեսզի այդ շրջանում վիդեոներից կարողանան կողին գտեն։ Ես ուզում եմ շարունակել խոսել, մեկ ձեզ ավտովթար ցույց տամ, տարօրինակ, շարունակենք, եթե տեսնեք, սա տեսեք ինչպես հրդեհվում է, վարորդը մեքենայից տեսեք կարողանում է դուրս գալ առանց վնաս հասնելու իրեն եւ նաեւ ուրիշ մեքենա, որ արվածել էր եւ այս հրդեհը տեղի ունեցավ, որտեղ փոխանցում էր վառելանյութ փոխանցում էր, այստեղ տեսնում եք ոչ ոք չի վնասվել այս Ինդիանա նահանգում պատահող դեպք էր սա, բարեբախտաբար տեսնում եք անվնաս, սովորաբար այսպես չի ավարտում նման հրդեհ, երբ որ տեղի ունենում։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից մարաթոնի վազքի մրցություն էր տեղի ունենում Բոստոնում եւ մեկ օդանավ ցուցադրեմ ձեզ եւ վերջավորության այսօր մացավ Ռոմի Պապը ամփոփ մի քանի նյութ ձեզ փոխանցեմ այդ վերաբերյալ, իսկ ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market հովանավորում է ծրագիրը։ Եթե խմիչքներ պիտի գնեք, այցելեք M&M Liquor Market, Glen-Oaks փողոցի վրա է, շատ մոտիկ է Բրբանկին, Գլենդելում է Բրբանկի արևանության 1951 West Glen-Oaks փողոց տեսնում եք այստեղ։ Ծրագիրը նաև հովանավորում է Raffi's Market, որ էլի նա Բրբանկում է Գլենդելի արևանության։ Raffi's Market ձեզ է առաջարկում տարատեսակ ճաշ, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե ոտքի վրա, թաթի տակ
ոտքի վրա վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, այստեղ զանգարեք։ Իր գրասենյակները գտնվում է Orange County-ում, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում։ Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե դուք բիզնես ունեք, էլ չեք ուզում շարունակեք, ուզում եք վաճառեք ձեր բիզնեսը, այս հեռախոսահամարին անպայման զանգահարեք։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ է տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, եւ նաեւ bankruptcy եթե պիտի ֆայլ անեք, կամ ավտովթար եք ունենում, accident եք ունենում, այստեղ զանգարեք, ձեզ մոտ ունեցեք, երբեմն կարող է դեպ պատահի, հարկավոր լինի խորհրդակցեք փաստաբանի հետ կվերադառնա։ Բոստոնում մարաթոնի մրցություններ տեղի ունենում եւ այս տարի նաեւ կանանց համար այստեղ տեսնում եք առաջին տեղ գրավող այս անձնավորությունն է, որը կարողացավ ռեկորդ ունենա, այստեղ տեսնում եք 2 ժամ 17 րոպե եւ 20 վայրկյանում կարողանում է աղտարի առաջին տեղը գրավի։ Իսկ նաեւ անցնենք առաջ, տղամարդկանց է այստեղ տեսնում եք սա անձը ինչ որ կարողացավ առաջին տեղը ունենալ Քենիայից այս անձնավորությունն էր Ջան Ֆրիեր եւ սա ամերիկացի է մարաթոնին մասնակցել էր 4-րդ տեղը կարողացավ գրավել սովորաբար Աֆրիկայից մրցակիցները շատ Աֆրիկայից կամ ամերիկացի սևեր են լինում բայց այս երիտասարդը սպիտակ ում որ տեսնում եք մարաթոնի այս մրցակցության մեջ 4-րդ տեղը գրավեց, տեսնում եք առաջին տեղ գրավող տղամարդներ, սա կինն է, որպեսի հաղթահարեցին եւ առաջին տեղը ունենալով։ Ես պիտի շարունակեմ եւ մեկ օթանավ ձեզ ցույց տամ, դելթա օթանավը ձեզ ցույց տամ, որ եթե շարունակենք, տեսնում եք այս թևից մոտորը որտեղ որ կա հրդեհվեն է այսպես շարունակենք եւ ստիպված է լինում որ վայր իջնի Օրլանդո Ֆլորիդայում 300 ճամփորդ մեջն են լինում իջնում են ճամփորդներին անմիջապես հանում են այս դելթա օթանավի մեջից տեսակ բացել էին եւ այնտեղ սահում էին դուրս էին գալիս օթանավի մեջից ինչպես տեսնում եք հետո իրենց մեկ ուրիշ օթանավ են տրամադրում որպեսզի շարունակեն իրենց ճամփորդությունը որ գնում էին ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ Ռոմի պապի մահվան առիթով մի քանի փոքր նյութ ես ցուցադրեմ իսկ ծրագիրը հովանավորում է Jackpot հովանավորում է ծրագիրը Jackpot գտնվում է Թահանգա քաղաքում է գտնվում եթե ցանկություն ունեք կոշիկներ եւ հագուստներ կնեք, որը ընդամենը $5 է զույգը կոշիկի, այս տեսնում եք մեկն է մյուս իրեն հետ $5 է ընդամենը կամ հագուստներ ունեն $5-ով կարող եք գնել, նաեւ ուրիշ գեղեցիկ հագուստներ նաեւ կարող եք գնել այնտեղ $5-ով հագուստն եք տեսնում։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ցես կտանեն ու կվերադառնան։ Անաշե գիֆտն է հովանավորում, խունկը կարող եք տեղադրել եւ այս սարքավորումը ընդամենը $9.99 է սեղմելով, տեսնում եք խունկը կարող եք ձեր տանը կամ որտեղ որ գնում եք երեզմանատուն օգտվեք այս սարքավորումից։ Ծրագիրը հովանավորում է Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նաղաշ լավաշը ցեզ է առաջարկում թարմ լավաշ նպարատուններում կգտնեք ամեն օր իրենց մոտ թարմ լավաշ են տեղադրում գնում եք նպարատուն այս տեսակը վերցրեք Նաղաշ լավաշ կվերադառնա Ֆրանսիս Պապը Հռոմի մահացավ երբ որ Զատիկվա արարողությունը կատարեց եւ հետո ժամեր հետո
այդ արարողությունը ինքը ղեկավարելուց հետո մահացավ, այդտեղ միշտ խորհուրդ է տվել, որ խոնարհ լիներ եւ բարիություն անել, եւ ինքն էլ մասամբ այդպես անձնավորություն էր, ցանկություն չուներ այդ բասիլկա, այդ տարածքը, այդ պալատի մեջ ապրել, ցանկություն չուներ, հասարակ մի ապարտմանի մեջ էր ապրում, մեծ այդպես թանկարժեք մեքենաներ, ասած չեմ ուզում նստել, տարական մեքենա իրեն համար բերին եւ վերջավորություն ասավ, երբ որ ուզում եք թաղեք, բոլոր կաթողիկոսներին այդ տարածքում, որ ամենամեծ եկեղեցին է աշխարհի, Վատիկանում գտնվող այդ եկեղեցին, ցանկություն չունեմ այդտեղ թաղեք, մեկ ուրիշ եկեղեցի հենց Հռոմի մեջ ուզեց, որ ավել այսպես համեստ թաղում լինի եւ ոչինչ առավել աշխատանք չի ուզում։ Իսկ հիմա պետք է ընտրեն Հռոմի Պապը, 135 կարդինալներ հրավիրվել են, որ կան եւ ընտրեն ապագա Հռոմի Պապին։ Երբ Ֆրանսիսը ընտրվեց 5 անգամ քվեարկեցին։ Երբ որ քվեարկում են, եթե արդյունք է տալիս, տարբեր է, եթե արդյունք չի տալիս այս ժողովը, որ լրիվ փակ դռների հետևում է տեղի ունենում, այնտեղ ծուխը այդ ծխնելույզից սև է դարձնում։ Իսկ եթե ընտրվում է Պապը, սպիտակ ծուխ է ելնում այստեղ, որտեղ կարդինալները այսպես հավաքված ընտրությունն են կատարում իրենցը։ Այսպես տեսնում եք կարդինալներն են, որ այս անգամ նաև պիտի հավաքվեն եւ ընտրեն ապագա Հռոմի Պապը։ Այդտեղ տեխնացուները շատ են, սրանք մասամբ բոլորը չափավոր են, 60 տարեկան կա, 70 տարեկան եւ ավելին կա, 80 տարեկանից ավել անձը չի կարող լինել, չի կարող տեխնացու լինել, եթե տարիքը 80 տարեկան եւ ավելի է, չի կարող լինել։ Սրանք ասացի չափավորներն են, իսկ ավել պահպանողական թևի, որով ցանկություն ունեն վերադառնա եկեղեցին, այսպես խիստ հետևելով քրիստոնեական օրենքները, նաև այս երկուսը տեսնում եք, այն 4 ինչ-որ տեսակ պահպանողական թևից ամենամեծ չանս ունեն, իսկ պահպանողական սրանք են չափավորներ, նրանք 4 քիչ առաջ տեսակ, ուրեմն սրանց միջից պետք է ընտրվի կամ որևէ ուրիշ մարդ պետք է ընտրվի։ Այստեղ տեսնում եք այս վառարանի միջոցով, եթե ծուխը մուք է, սև է, այսինքն Պապ չի ընտրվել։ Եթե սպիտակ էր ինչ-որ քիչ հետո տեսակ, այսինքն Հռոմի Պապը ընտրված է, ինչ որ անցյալ անգամ նաև այսպես եղավ։ Ամենայն դեպս Հռոմի Պապ Ֆրանսիսը, որը միշտ ժողովրդի հետ ցանկություն ուներ շփվելու հիվանդների հետ եւ նաեւ ոտնալվա կատարի, ինքը հաշմանդամ երեխա, պրոբլեմով երեխա, բոլորին ցանկություն ուներ կան եւ ինքը այսպես մի երեխա է, որը գալիս է աթիստիկ, իր մայրը գալիս է հետ վերադարձնելու, ինքը ասում է թող մնա երեխային այստեղ, տեսնում եք այսպես բարի վերաբերմունք էր ցույց տալիս միշտ հանդեպ հանրությանը։ Մահացել է Հռոմի Պապը 88 տարեկան հասակում, տեսնում եք այդտեղ հաշմանդամ երեխաներն են ինչ որ։ Վերջին անգամ նաև ասացի, որ զատիկվա առիթով իր վերջին քարոզը կատարելն է ու հետո է մահացել։ Այսպես չտեսնված հրաշք ինչ որ տեղի ունեցավ։ Նախագահն է, որ ասում է թաղման արարողությանը կմասնակցի, Փոփ Ֆրանսիսի թաղմանը կմասնակցի։ Այսպես բարեկամներ, ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։